Կենտրոն եւ Նոր Քմարաժ վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի միջնորդությունը, որպես վկա դատարան կանչել ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը, հիշեցնենք, նույնպես մասնակցում էր անցած տարի ոստիկանական գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ի պաշտպանություն գունդը գրավածների սկիզբ առած ակցիաներին։ Դատարանը այսօր նաեւ մերժեց փոխել Խանդոյանի խափանման միջոցն ու ազատ արձակել նրան։ Գործին ծանոթանալուց հետո ասել դատախազ, տենը մեզ ստեղ ոչ մի բան հիմնավորված չի, դու վերել ես քրեական գործ ես դայաղարը ինձ, ես ինչ ես անում, ես ես մարդուն բռնեմ դատեմ, հետո չեն ասելու, լավ ոչ մեկ չասի, ինձնից հետո եկող սերունդը, չի ասելու, պապի, ես մարդը, այսքան բաններ արած ու դու անհիմն դրեցիր դատի, մորս հլնայք, ինչա դարը, ինչի համար, ձեր ապօրինությունների համար։ Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ Խանդոյանի դեպքում կան հիմնավոր կասկածներ, որ նա հանցանք է կատարել։ Պաշտպանական կողմը անդամ փոխում է ներկայացնել տեսած այնտեսով հիմնավորվում է հակառակը, որ ես դրաններ եմ այդ ոստիկանները մեղավոր եւ դժոխ չեն ճանաչել, եւս մեկ անգամ բարձրաբանում են։ Եթե գտնում եք, որ ոստիկանների կողմից ենթադրյալ ապօրինության հետևանքով ձեզ բաժանվել է գնաց, հատուցենչական ծառայություն գործ է խնդրում։ Պաշտպանում եք, որ պաշտպանը համապատասխան միջնորդություն ներկայացնում։ Երկրորդը, նույն տեսակ ես նայելուց Խանդոյանը ինքը նույնպես հայտարարեց, որ ոտքը բարձրացրել էր եւ քանի որ ոտքի տակ շիշերին ինչ-որ անիմաստ հայտարարություն է կատարեց։ Այդ ո՞նց եղավ ձեր հիմնավորը իմանալ։ Ձեր տված 43-ամյա Խանդոյանը, ով ոստիկանության ՊՊՑ գնդի գրավման մեջ մեղադրվող զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է, հայտարարեց, դատավոր Մնացական Մարտիրոսյանը քաղաքական պատվեր է կատարում եւ նրան ինքնաբացարկ հայտնեց։ Դուք կատարում եք ապօրինություններ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց չքննել իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, նշելով, որ այս փուլում կողմերից որևէ մեկը նման իրավունք չունի։ Խանդոյանը մեղքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի զանգվածային անկարգությունների ժամանակ նա բռնություն է գործադրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իրեն ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշ քշել եւ փորձել է խլել ոստիկանի վահանը։ Խանդոյանը այսօր էլ դատարանում հայտարարեց, որ այս գործով դժոխ ճանաչված 46 ոստիկաններին չի ճանաչում։ Ավելին, այդ օրերին հենց ոստիկաններն են քաղաքացիների, այդ թվում եւ իր նկատմամբ բռնություն գործադրել։ Ես նաեւ կարող եմ նշել, որ նույն տեսաերիզը մենք դիտեցինք, տեսաերիզում պարզորոշ երևում է ոստիկանության աշխատակիցների մահակներով հարձակվել է ժողովրդի վրա, սակայն թե ինչ էր կատարվում ու այսօր հակառակն են ուզում մեղադրող կողմը հակառակն է ուզում ներկայացնի, դա արդեն դատարանի որոշելիքն է։ Բայց դուք ձեր կողմից այսպես դուք եք քարերություն բանալ։ Խանդոյանը հայտարարում է, որ երբ հուլիսի 20-ին ոստիկանության կողմից կիրառվեցին հատուկ միջոցներ ու ցույցը ցրվեց, Նիկոլ Փաշինյանն իր կողքին է եղել եւ կվկայի, որ ինքը զանգվածային անկարգությունների չի մասնակցել։ Փաշինյանն ինքը ամիսներ առաջ Facebook-ի իր էջում գրել էր. պատրաստ է վկայել, որ Արարատ Խանդոյանը հուլիսի 20-ին էական աջակցություն է տվել իրավիճակը խաղաղեցնելու գործում։ Այսօր դատարան են եկել նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Օմբուդսմենի գրասենյակը բողոք է ստացել Խանդոյանից եւ որոշել է հետեւել նիստերին։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խանդոյանին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում։